Շաբաթվա գլխավոր իրադարձությունն ամենայն հայոց կաթողիկոսի եւ 6 եպիսկոպոսների գործով առաջին դատական նիստը տևեց ընդամենը 20 րոպե։ Դատավորը ինքնաբացարկ հայտնեց, հրաժարվեց այս գործը քննելուց, Հակոբ Մանուկյան։ Օգոստոսի 7-ին մեկնարկած աննախադեպ այս process-ը եկեղեցականները 21-րդ դարի հայաստանյան իրականության ամենաամոթալի դատավարություն էին որակում։ Այս դատավարությունը մեր ազգային խայտառակությունն ու ամոթն է։ Հակաիրավական, հակասահմանադրական քայլ։ Սա պատրանք կամ ուղեղի մորմոք չէ, այլ ցավոք իրականություն։ Այն, որ մի քանի ամիս տևած նախընտրական դադարից հետո իշխանությունը վերակենդանացնում է հակաեկեղեցական օրակարգը, հստակ երևաց 9-րդ գումարման ազգային ժողովի առաջին իսկ նիստին։ Նստատեղերից ինչ որ գոռում եք, ուր է վեհապարը, որ վեհապարի մասին է խոսքը, ժողովուրդ ջան։ Որ վեհապարի մասին է խոսքը։ Ով է ձեր վեհապարը, կտրիշ ներսից։ Կաթողիկոսի Նավազանի անունով դիմող ԿՊԱ-կան падգամավորի անունն էր Տարոն Չախոյան, կառավարության աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ ըստ մամուլի այդպես էլ չերկված տեղեկությունների տարիներ շարունակ զբաղված էր իշխանական քարոզչության համակարգմամբ։ Падգամավոր դառնալուց հետո արդեն Չախոյանը ստիպված էր իրեն ուղղված հակադարձումներին բախվել ոչ թե Facebook-յան մեկնաբանություններում, այլ ազգային ժողովի դահլիճում։ Մի հատ մենք այստեղ հորդ ունեցանք, ով շատ սխալ արտահայտություններ իրան թույլ տվեց ու դուք իրան չկանգնացրիք։ Թող հորթը իրան հորթի պես չպայի, դեմը սխտեչ։ Նոր գումարման խորհրդարանի աշխատանքը մեկնարկեց օգոստոսի 2-ին, Չախոյանական զեղումները չհաշված ազգային ժողովի առաջին նիստերը համեմատաբար հանդարտ մթնոլորտում էին անցնում։ Ամենաբուռն քննարկումները ծավալվեցին ազգային ժողովի փոխնախագահ առաջադրված ԿՊԱ-կան Հայկ Կոնջորյանի ընտրության ժամանակ։ Կարող եք ի վերջո դուք մեզ պատմել, թե ինչպես է ձեր կինը 2024 թվականի նոյեմբերին նշանակվել HiPost-ի տնօրեն։ Մեր հայրենակիցների համար հիշեցնեմ, որ այն ամբողջությամբ պետական ընկերություն է։ Ձեր տիկինը ստանում է տարեկան $118,000 աշխատավարձ, ամսական 3.6 միլիոն դրամ։ Համեմատության համար ասեմ, որ Հանրապետության նախագահը ստանում է, եթե չեմ սխալվում, 1.5 միլիոն, Հայաստանի Հանրապետության վարչապետը 1.6 միլիոն է ստանում։ Կոնջորյանի համոզմամբ, սակայն վարչապետից ու նախագահից կրկնապատիկ բարձր աշխատավարձ ստանալը բավական համեստ վարձատրություն կարելի է համարել գոնե իր կնոջ ղեկավարած ընկերության պարագայում։ Իմ կինը HiPost-ի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է երբևէ։ Մի քիչ էլ խղճահարություն եք փորձում առաջացնել, որ բա գիտեք իմ կինը ամենացածր աշխատավարձ ստացող ղեկավարն է, տենց հազիվ յոլա ենք գնում։ Դատելով պաշտոնական վիճակագրությունից, սակայն յոլա է գնում ոչ թե Կոնջորյանների ընտանիքն, այլ HiPost-ը, որի վնասները 2025-ին կազմել են շուրջ կես միլիարդ դրամ։ Պոստային օպերատորի 2025-ի ֆինանսական հաշվետվությունից երևում է, որ ընկերության հասույթը 9.8 միլիարդից հասել է 9.1 միլիարդ դրամի։ Նվազել է նաև համախառն շահույթը 1 միլիարդ 475 միլիոնից հասնելով 1 միլիարդ 27 միլիոն դրամի, ինչպես նաև վճարած հարկերը։ Ընկերությունը 2025-ին բյուջե էր վճարել 3.4 միլիարդ դրամի հարկ, 2024-ին վճարածից ավելի քան 300 միլիոնով քիչ։ Սրան զուգահեռ բազմակի ավելացել են պետական ընկերության վարկային պարտավորությունները։ 2024-ի համեմատ մասնավորապես ընկերության վարկերը մոտ 6 անգամ աճել են, 58 միլիոնից հասնելով 396 միլիոն դրամի։ Այս շաբաթվա ևս մեկ աղմկալի պատմությունը բանակում տիրող կացության շուրջ էր երկուշաբթի օրը հետքը վարշական հավաքներին վերաբերող մի հոդված հրապարակեց, որում տեղ գտած փաստերը արմատապես տարբերվում էին բանակի աննախադեպ բարեփոխումների մասին իշխանությունների հայտարարություններից։ Մեր դիրքը գտնվում էր հակառակորդի անմիջական նշանառության տակ։ Այնտեղ չկային ոչ թաքստոցներ, ոչ շելեր, ոչ էլ անգամ տարրական աղվեսափոսեր հրետանային հարվածներից պատսպարվելու համար։
Մեր դիրքում խոշոր դրամաչափի որևէ զինատեսակ չկար, անգամ կալաշնիկով գնդացիր չունեինք։ Փոխարենն ունեինք այդ գնդացիրների համար նախատեսված փամփուշտներ։ Նռնականետ նույնպես չունեինք, բայց ունեինք նռնականետի արկեր։ Ապշեցուցիչ էր նաև այն, որ դիրքում ունեինք 5.45 մմ-անոց փամփուշտներ, որոնք նախատեսված են AK-74-ի համար, բայց ցավոք մենք չունեինք AK-74 ինքնաձիգներ։ Հետքի այս հրապարակումը լրատվամիջոցի կայքում հայտնվեց օգոստոսի 3-ին, 2 օր անց օգոստոսի 5-ին գլխավոր շտաբի պետն ու պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը որոշեցին իրենց բնորոշմամբ անակնկալ այցով մեկնել հրապարակման մեջ հիշատակված դիրք, պնդելով, որ այնտեղ ամեն ինչ այդքան էլ վատ չէ։ Զինամթերքի մասով որ գրված է ներկայացել են 7.62 մմ-անոց ինքնաձիգերով եւ այստեղ միայն 5.45 մմ-անոց է, դա իրականության չի համապատասխանում, որովհետև փամփուշտի պաշարները ես անձամբ ուսումնասիրել եմ եւ կա 5.45 մմ-անոց եւ 7.62 մմ-անոց։ Ուշագրավերի դեպ, որ գեներալ Ասերյանի դիրքերում արկա փամփուշտների տրամաչափերի թվարկմանը զուգահեռ պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը դիմելով լրագրողներին հայտարարում էր, դիրքերում արկա զենքերի վերաբերյալ տեղեկությունները դասվում են գաղտնի տեղեկությունների շարքին։ Շաբաթվա գլխավոր հյուրերը Վաշինգտոնից էին օգոստոսի 5-ին Հայաստան ժամանեցին խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արիել Լայթսթոնն ու TRIP հիմնադրամի նորընտիր ղեկավար Կոնստանտին Սոկոլովը։ Civilnet-ին տված հարցազրույցում ամերիկյան պատվիրակության ղեկավար Լայթսթոնը անկեղծորեն խոստովանեց, որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ TRIP-ը նոր հակամարտության 100%-ով բացառում է նշանակում։ But can infrastructure actually prevent a new conflict? Nothing can prevent a new conflict. Let's not decide that there is anything that is 100% certain in life. There's no such thing. Այս շաբաթ իդեպ հայտնի դարձավ, որ TRIP-ի վերաբերյալ հայ-ամերիկյան համաձայնագիրն ուղարկվել է Սահմանադրական դատարան փաստաթղթի երկրի մայր օրենքին համապատասխանությունը ստուգելու նպատակով։ Եվ մինչ ամերիկացիներն ընդլայնում էին իրենց ներկայությունը Հայաստանում, հայ-ռուսական ճգնաժամը սկսեց արտահայտվել արդեն երկու երկրների паштոնական վիճակագրության մեջ։ В этом году идет очень драматическое падение товарооборота, примерно 2/3 товарооборота уже сократился по отношению к 2025 году. Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայ-ռուսական ապրանքաշրջանառության դրամատիկ անկման մասին խոսեց ռուսական հերթական պատժամիջոցների կիրառումից մի քանի օր անց։ Այս շաբաթ ապրանքների մակնշման ռուսական համակարգն արգելեց հայկական ոչ ալկոհոլային խմիչքների, այդ թվում բջնի հանքային ջրի տասնյակ հազարավոր շշերի իրացումը Ռուսաստանի տարածքում։ Ընդդիմադիր падգամավորները չեն բացառում Ռուսաստանը կիրառվող պատժամիջոցները կարող է ել ավելի խստացնել։ Աստված մի արասցե, եթե հանկարծ օրինակ արգել են դրամական փոխանցումները, որը մեր համախառն ներքին արդյունքի 10%-ն է։ Մարդիկ ապրում են այդ գումարներով։ Աստված չանի, եթե մարդկանց արտաքսեն հայ աշխատավորներին, եւ եթե մենք ընդհանրապես դուրս գանք ԵԱՏՄ-ից, հարվածի տակ է դրվում նաեւ իրանական շուկան։ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրություն չունի, ուրբաթ օրը Ղրղզական Չոլփոնաթա քաղաքում Եվրասիական միության վարչապետերի հավաքին հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը։ Ղրղստանում Հայաստանի վարչապետը մեկ անգամ եւս հայտարարեց ԵԱՏՄ անդամ 4 պետությունների Եվրամիությանն անդամակցելու հարցով հանրակրվե անցկացնելու մայիսին ներկայացված պահանջը Երևանը չի կատարելու։ Проведение референдума по указанному вопросу будет бессодержательным и будет означать, что мы ожидаем от своих граждан ответа на вопрос, которого на данный момент просто не существует. Ղրղստան այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ռուսական հնարավոր պատժամիջոցների ահագնացող ալիքը կանխել կարծես թե չկարողացավ, այցը սակայն լիովին անհաջող անվանել չէր կարելի։ Օրը սկսեցի հեծանվային զբոսանքով Իսիկուր լճի ափերով։ Փաշինյանի գլխավոր քաղաքական հակառակորդին Սամվել Կարապետյանին պատկանող Արարատ Արմենիա ֆուտբոլային ակումբն այս շաբաթ եւս մեկ քայլով մոտեցավ Չեմպիոնների լիգայի հիմնական մրցաշարին Երևանում 2-1 հաշվով հաղթելով սլովենական Ցելեին։
Եվրագավաթային հաջողությունները համընկան Արարատ Արմենիայի նոր ոչ պաշտոնական օրհներքի ստեղծման հետ։ Չգիտես ինչու Սամվել Կարապետյանի թիմը որպես դրա հիմք ընտրել էր ռուսական Սպլին խմբի 25 տարվա վաղեմության երգերից մեկի հայաֆիկացված տարբերակը։ Եվ վերջում ամենաինտելեկտուալ սպորտի շախմատի մասին։ Այս շաբաթ այդ մարզաձևում լուրջ հաջողության հասան հայ բանտարկյալները։ Օգոստոսի 4-ին կայացած ԱՊՀ դատապարտյալների շախմատի առցանց առաջնությունում Հայաստանի հավաքականը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը, առաջին տեղը զիջելով Բելարուսին։ Թե ինչ հոդվածներով էին դատապարտված հավաքականի անդամները, արդարադատության նախարարությունը գերադասեց չհստակեցնել։